Ժամկետան ցննդամթերք ու բացակայող գնապիտակներ, ովքեր են վերահսկում սպասարկման ոլորտը, քաղաքապետի այս շաբաթվա հանձնարարականները, ինչու այսուհետ Ալավերդում պլաստմասե աղբամաններ չեն տեղադրվի, ովքեր են ջարդում քաղաքի աղբամաններն ու կանգառները, երիտասարդների մոմավառությամբ երթը ընդդեմ ոճրագործության, վարպետության դասերը կոնսերվատորիայի պրոֆեսորից եւ արդեն 45 տարվա պատմություն ունեցող բարեկամություն, ովքեր են պահպանում ավանդույթները, սուրբարության եւ նաեւ ցեղասպանության օր, այս եւ այլ թեմաների մանրամասներն առաջիկա րոպեների ընթացքում։ Համար 2 մանկապարտեզի շինարարության հիմնական աշխատանքներն ավարտված են, վճարովի հասարակական աշխատանքներով ծրագիրը ընթացքի մեջ, ասում է քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետը, խցանված հեղեղատարի մաքրման աշխատանքներին խանգարել են անձրևոտ եղանակները։ Ջուրը շատացել, դրսում գործ են անում, մինչև ջուրը տնակ քիչանակ դրվի, այսօր այդ տղեկ այսօր այդ շաբաթօրյա մնացորդների վրա են աշխատում, եկուցանց սկսեն բերի աշխատել, նորմալ գնում է։ Ապրիլ ամսում բյուջեով նախատեսվել է հավաքագրել 5 միլիոն դրամ, ապրիլի 18-ի դրությամբ հավաքագրվել է 2.5 միլիոն դրամ, ինչպես միշտ ցածր է հողի հարկի հավաքագրման ցուցանիշը։ 172,000 դրամ հողի հարկա, գույքարկ ֆիզիկական անձանցից 244,000 դրամ, իրավաբանական 224,000 դրամ եւ գույքարկ փոխադրամիջոցից 795,000 դրամ։ Ընդհանուր տիվը 2.481,400։ Թումանյանական աշխարհ թերթի 80-ամյակը Ալավերդու քաղաքապետարանի եւ Մանես բարեգործական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ կնշվի հունիսին, իսկ մինչ այդ քաղաքապետարանում արդեն ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով, արդեն սկսված է նաեւ մայիսի 9-ին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքները։ Մանես բարեգործական հիմնադրամի հետ համատեղ, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի միջոցառումը բարձր մակարդակով անց կկացնենք, վերջում պարտադիր արդեն պարգևատրումներից հետո հյուրասիրություն եւ այլն։ Խորհրդակցության հաջորդ թեման վերաբերում էր համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատանքին։ Քաղաքապետը պահանջում է հետևողական լինել հատկապես մարզական ուսումնական հաստատությունների նկատմամբ, երեխաների հաճախումներից մինչև հիմնարկների սանիտարական պայմաններ, տարբեր մրցաշարերի մասնակցության համար անհրաժեշտ ծախսերը քաղաքապետարանը հոգում է, թեկուզ եւ տարբեր աղբյուրների միջոցով, փոխարենը քաղաքապետը ակնկալում է մարզական հաջողություններ։ Պետք է զգալի ամեն տարի տարբերություն լինի, տեսանելի տարբերություն, որովհետև մենք ինքներս ամեն տարի փորձում ենք նորմալ աշխատանքային պայմաններ ստեղծենք, փորձում ենք ընդհանրապես խնդիրներ, խնդիրներ չստեղծենք մեր հիմնարար ձեռնարկությունների համար, իսկ սրանից արդեն բխող նաև մենք արդյունք ենք սպասում։ Մայիսի 20-ից 22-ը մարզի բոլոր քաղաքներում, այդ թվում նաև Ալավերդում անցեկացվելու մարզական փառատոն տարբեր սպորտաձևերից մասնակիցները կպայքարեն լավագույնի կոչմանն արժանանալու համար։ Քաղաքապետի մոտ աշխատանքային խորհրդակցության վերջում բաժնի ղեկավարներն ու աշխատակազմի մասնագետները նաև ստացան իրենց այս շաբաթվա հանձնարարականները։ Վերջին ամիսներին համայնքի սեփական եկամուտները հավաքագրվում են ըստ նախատեսված պլանի։ Հավաքագրումների առումով խնդիրներ չկան, սակայն բաժնի գործունեության մեջ մտնում է նաև առևտրի կանոնակարգումը, որտեղ խնդիրները շատ են։ 100% հավաքագրումը դա չի նշանակում, որ հարկային բաժինն աշխատում է 100%։ Մենք բացի այսօր դուք գիտեք, մեր վրա ինչ պարտականություններ կան դրանց։ Բացի հավաքագրումներից այսօր դաժե բաժնում հավաքագրումն ընկել է 3-րդ, 4-րդ պլան, արդեն դրա խնդիրը չունեն։ Քաղաքի մոտ 100 հանրային սննդի օբյեկտներում բաժնի աշխատակիցների կողմից իրականացվում են ստուգումներ, մինչև հիմա ստուգվել է 18 սպասարկման օբյեկտ, վարչական տուգանքի է ենթարկվել 3 անհատ ձեռներեց, տուգանքը կազմել է 10,000 դրամ։ Ժամկետած ամպրակահատեսակների համար տուգանքը կազմում է 50-ից 100,000 դրամ։ Իրականում վարչական տուգանքների թիվը շատ ավելին կլիներ, եթե հաշվի առնենք, որ քաղաքի ծայրամասային խանութներից մեկում օրինակ վաճառվող 95 ապրանքատեսակից 75-ը եղել է ժամկետանց, եւ սա միակ դեպքը չէ։ Կանոնակարգը հաստատված չէ նրա համար, որ բյուջեն դրանից ինչ-որ եկամուտներ ակնկալի, այսինքն գրված վարչականներից։ Այլ կանոնակարգը հաստատված է նրա համար, որ Ալավերդի համայնքում առևտուրը կանոնակարգ, այսինքն ունենան գոնե չնչին նորմերը, որը այս պահին մեր շատ խանութներից բացակայում։
Անհատ ձեռներեց Կարինե Սարգսյանի խանութում եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնի աշխատակիցները ժամկետն անց ապրանքներ չգտան։ Բացի այդ գնապիտակներն առկային բոլոր ապրանքատեսակների վրա, սանիտարահիգիենիկ պայմաններն էլ բավարար էին։ Ապրանք բերողներին ասում եք տանեն, պրոբլեմներ երբևէ եղել է, որ ասենք չուզենան տանեն։ Չէ, լախորոք ենք օրինակ ճշտում հետո վերցնենք, թե չէ, օրինակ երշիկեր եկա, քիչ ենք վերցնում, որովհետև գիտենք հետ չեն տանելու, եթե մնա։ Իսկ եթե որը հետ պիտի տանի, վերցնում ենք։ Մեծամասն շատ ճշտում ենք եկեք։ Իսկ քաղաքապետանից հաճախ է գալիս ստուգումների։ Ստուգումներ են գալիս, բայց որպես հաճախորդել են գալիս, ավելի զգաստ ենք ճիշտ, այդպես կարելի ասել։ Եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնի աշխատակիցները երբեմն հանդիպում են դեպքերի, երբ օրինակ հացը օրվա տարբեր ժամերի տարբեր գնով են վաճառում, պատճառաբանելով, որ խանութը իրենց սեփականությունն է։ Բաժնի պետի հանձնարարականը տեսուցիչներին մեկն է բացատրական աշխատանք տանել յուրաքանչյուր քաղաքացու հետ։ Եթե բնակարանի գույքահարկ եք վերցնում, ուրեմն բացատրեք, թե այդ գույքահարկը ինչի համար է։ Խիա եք, խիա կուտակու է։ Հողի վարձավճար եք վերունում, շատ բարի, բացատրեք հողի վարձավճարն ինչի համար է։ Բացատրեք, որ իր կողմից կնքված եւ գրված պայմանագրի հիման վրա հաշվարկվել։ Ոչ թե եթե մի անգամ բնակչին դիմում եք, որ իր հարկային պարտավորությունները համայնքին ունեցած կատարի, ասում է չէ, երկրորդ անգամ արդեն անձնանունը գրում եք, վերում, որ այս մարդին դատի տանք։ Մայիսի 1-ից բաժնի աշխատակիցների կողմից ստուգումները վերսկսվելու են, տեղեկացնում են եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնից։ Բաժնում խորհրդակցության հաջորդ թեման վերջերս մաքսազերծված ավտոմեքենաների հաշվառման մասին էր։ Մաքսազերծված փոխադրամիջոցների գույքահարկը վարորդները պարտավոր են վճարել, իսկ բաժնի աշխատակիցներին մնում է հաշվառել այդ մեքենաները։ Որպեսզի նշված մարդիկ իրենց ժամանակավոր կամ հիմնական տեղանձնագրերի պատճենները բերեն գրանցվեն, թեկուզ եւ ժամկետ կամ մինչեւ դեկտեմբերի 1-ը գույքահարկը վճարման, որից հետո հաշվարկվում է տուժ, բայց քանի որ մենք տարվա կեսին արդեն 2012 թվականի բյուջեն պետք է կազմենք, մեզ պետք է որպեսզի մենք հաշվառած ունենանք, որպեսզի կարողանանք փոխադրամիջոցի գույքահարկի համար ռեալ թիվ նախատեսենք։ Քաղաքապետարանից օղու եւ ծխախոտի վաճառքի թույլտվություն ստացել են 87 հանրային սննդի օբյեկտների սեփականատերեր։ Բացօթյա վաճառքի թույլտվություն ունի 153 քաղաքացի, որոնց համար օրական վարձավճարը կազմում է 350 դրամ։ Այստեղ էլ զիջողի դերում կրկին քաղաքապետարն է, հաշվի առնելով մարդկանց սոցիալական ծանր վիճակը։ Հասկանալով, որ այդ մեր բնակիչն է, եթե դրանով է չզբաղվի, եւս մի ընտանիք կավելանա Ալավերդում, որը հացի խնդիր չի կարա լուծի։ Այդ պատճառով ընդառաջել ենք, չի նշանակում, որ այսօր պետք է գա շատ բարձր տոնով խոսա, որ դե եթե այդ մինը, ասենք, սխալ արել հրապարակում 2 ժամ կանգնելա, ուրեմն ես էլ պետք է օրը գնամ 2 ժամ հրապարակում կանգնել։ Այս տարի քաղաքապետարանը դատական գործ է հարուցել 13 անպարտաճանաչ եւ խոշոր պարտքեր ունեցողների նկատմամբ դատական գործերի հիմնական մասը հողի հարկի գծով է, թե ինչպես է գոյացել գույքահարկը եւ ինչու է պետք քաղաքապետարան վճարել բնակարանի կամ ավտոտնակի համար, բնակիչներին պարտավոր են բացատրել բաժնի տեսուչները։ Եթե բնակչին ասում եք 98 թվականի համար ձեր բնակարանի վրա գույքահարկ կա, ուրեմն պետք է բացատրեք խիան 98 թվականի այդ գույքահարկը։ Դուք պետք է օրենքի ցանկացած կետ գիտենաք, որ խիչի հիմա այդ նույն գույքահարկը կա։ Խիան 98 թվին եկե կուտակվե, ինչքան հնարավոր է արագ կերպով եմ ժողովրդին հասցնում։ Դուք այդ ամեն ինչը պետք է ամենքը ձեր տարածքում բացատրեք։ Հաջորդ շաբաթ եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնի աշխատակիցները կրկին անգամ կհանդիպեն ակներ եւ սանային թաղամասերի հարկատուների հետ։ 2009 թվականին քաղաքի փողոցներում տեղադրվեց 92 նարնջագույն աղբամաններ, դրանցից 20-ը արդեն չկան։ Որոշ մարդկանց վայրենի պահվածքի պատճառով ջարդված աղբամանների մի մասի փոխարեն միայն մետաղական ձողերն են մնում։ Տիկին Գոհարի սրտի ցավով է նայում ջարդված աղբամաններին ու կանգառներին։ Տենում եմ եւ շատ ցավով եմ ապրում, շատ ցավով եմ ապրում։ Քաղաքապետը շատ լավ էլ ամեն ինչը տեղը տեղին անում է, բայց այդ արածն էլ պետք է պաշտպանվի, որպեսզի մեր քաղաքը գեղեցիկ լինի, որպեսզի մեր քաղաքի տեսքը մենք
Ափսոսանքից բացի կոտրված աղբարկղերը տեսնելով տիկին Գոհարը մեկ այլ զգացմունք էլ ունի՝ հուսահատություն։ Յուրաքանչյուր նոր աղի կամ կանգառի համար վճարված է գումար, որը կարող էր ծառայել քաղաքում այլ խնդիրների հաղթահարման նպատակով։ Հալբադ որ ամեն մի այդ աղբարկղի համար բավականին գումար կլի ծախսված, բավականին ֆինանսաներ դրվեր։ Դա համար էլ մենք պետք է պաշտպանենք, երիտասարդությունը պետք է հիմնականում անի, բայց շատ ես չգիտեմ էլի ոնց կա։ Անտարբեր են։ Եթե անտարբեր չլեն, չեն կոտրի, կամ են կոտրողին իր կողքի մեծը հասկացնի, որ չի կարելի։ Դա ֆինանսա արվել, դա աշխատանք արվել։ Վերջ չգիտեմ էլի ոնց կարամ ասեմ։ Ափսոսանքով եմ նայում։ Իդեպ, եթե խոսենք ֆինանսական վնասի մասին, մեկ նարնջագույն արկղը արժե 35,000 դրամ, իսկ համայնքի սուղ բյուջեով հնարավոր չէ ամեն տարի այսպիսի աղբամաններ ու կանգառներ ձեռք բերել։ Թե ինչպես են ալավերցիները վերաբերվում հանրային գույքը փչացնող մարդկանց, պարզել ենք հարցախույսի միջոցով։ Մի քիչ կոպիտ կհնչի, կարող է տելևիզորով հաղորդ են, մենք Ռուսաստան ենք գնում ասում են, դիկարի արմյանի պրիշլի, ես էլ ուրիշ բան չնեմ ասել։ Այնքան լավ է, որ ճանապարհում չեն վերացում աղբը։ Իսկ որ կոտրում են, ջարդում են այդ աղբարկները։ Այդ շատ վատ է։ Պետք է հասկանան, որ սենց էլի ոչինչ սիրունն է։ Քաղաքը մի քիչ մաքուր արևում։ Դե դա արդեն իրանց քաղաքը չեն սիրում, ապացույց ջարդված է։ Ապացույց էլի զիբիլ կա։ Այդ արդեն պարապ են մնում այդ երիտասարդության այդ դեռահասների շրջանում, հաճույք է պատճառում, որ զբաղվեն նման հարցերով։ Մեծի դիտողությունը երբեմն շատերը չեն ընդունում։ Մեր քաղաքն է, մենք յուրաքանչյուրս պետք է պահենք, պահպանենք այն ինչը, որ ձեռք է բերել, այսօր գիտենք, որ ամեն ինչ մեծ դժվարությամբ է ձեռք բերվում, որովհետև անցում այն պետություն է, այդքան մեծ հնարավորություններ չունի։ Այդ իսկ պատճառով պետք է ամեն ինչ անենք, որ գոնե ունեցածը կարողանանք պահպանել ու չփչացնենք, իսկ նրանք, ովքեր որ նման քայլերի են դիմում, պետք է նրանց կանխենք, անկախ նրանից, թե որ կառույցում ենք աշխատում։ Դեպետ թաղամասի բնակիչ Վանիկ Պապը լավատես մարդ է։ Համամիտ չէ այն մարդկանց հետ, ովքեր միշտ դժգոհում ու բողոքում են։ Ինքը հակառակը նկատում է քաղաքում կատարված յուրաքանչյուր աշխատանք, գնահատում այն մարդկանց, ովքեր մտածում են քաղաքի բարեկարգման մասին։ Շատ կուլտուրական քաղաքը լավ բհումատ է, մեկ մաքուր, ամեն ինչը մի ծառեր ետել է, ինչքան լավ է։ Ո՞վ է պապ։ Այս մեր քաղաքապետը։ Գոհ եք իրեն։ Շատ։ Ես իմ ձեռով եմ ընտրել ու արժե դրան մինել ընտրել։ Ինչի։ Որովհետև լավ աշխատում։ Այնքան տենց տելևիզորում եմ լսել, բայց հիանալի մարդ, մեծատարով մարդ։ Վանիկ Պապը կարծում է, որ արատավոր այս երևույթի դեմ պայքարելը իրավապահների գործն է։ Ասում ենք էլի, ինչի՞ սա պետք։ Բայց ռուսը դե բան չանում։ Բա ինչ է։ Ասում չի կարելի, եթե չի լսում, հայտնում է միլիցիային։ Այս տարվա քաղաքապետարանի ծրագրերով նոր աղբամանների ձեռքբերում չի նախատեսվում։ Բացի այդ, փորձը ցույց տվեց, որ Ալավերդում պլաստմասի աղբամանները երկար չեն դիմանում ու հաջորդ անգամ երևի դրանք մետաղական կլինեն։ Այս տարվա բյուջեից 3 միլիոն դրամ է հատկացվել կանգառների վերանորոգման համար։ Բայց օրինակ վերցնենք Մարտյոթի փողոցը, կայ ֆաբրիկայի մոտի կանգառը, որ 2 տարի առաջ 5 կանգառներից, 2 տարի առաջ այդ փայտի երեսապատման աշխատանքները կատարեցինք, ներկեցինք բան, այսօրվա վիճակով ուրեմն մոտենում ենք, տեսնում ենք լոմը աշխատել այնտեղ, հանել են, ջարդել վերածել, գոնե իրանց պետք չեղել որ տանեն, կեսը կախված մնացել, իրանց պետք չեղել։ Պլաստմասե կանգառներից բացի ջարդված են նաև փայտից պատրաստված կանգառները։ Փաստորեն մեր համաքաղաքացիների մեջ կան մարդիկ, որոնք դեռևս նախամարդու բարքեր ու բարոյականություն ունեն։ Նմանների գազանների նման պետք է փակել վանդակներում որպես նախամարդու ցուցանմուշ։ Այս տեսակ մարդիկ դատապարտված են եւ մշտապես ապրելու են թույնի ու կիսամարդ լինելու մաղձով։ Ռեգրես ապրող այս նախամարդ արարածներին ոստիկանությունը պետք է արագ բացահայտի, որովհետեւ նրանք վտանգավոր են հասարակության համար։ Այս տեսակներին պարզապես պետք է միտեղ հավաքել փակ տարածքում, որտեղ կմնան միայնակ իրենց բնածների, կեղտի ու փսխուքի հետ հավալ գալով, ասում են մեծ հետ զրույցող ալավերցիները։
Քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի ղեկավարը Ալավերդցիներին խնդրում է անտարբեր չլինել եւ գիտակցել, որ աղբամանը կամ կանգառը ոչ թե քաղաքապետարանինն է, այլ յուրաքանչյուրինս։ Խնդրում եմ ուշադիր լինենք, չարագործներին հայտնաբերենք, ձեռքները բռնենք, չպատժենք, ձեռքերը բռնենք, ամոթ հանք տանք, ասենք ամոթ քեզ, որ հանային ունեցվածքը, որ սա ինչ որ նպատակի դրված է, դուք փչացնում եք։ Կանգառների վերանորոգումից բացի այս տարի նաև փողոցային լուսավորության աշխատանքներ կիրականացվեն, կլուսավորվեն ջրավազան եւ Սարահարթ թաղամասերը։ Լուսավորության վերականգնման աշխատանքների համար ներդրում է ունեցել նաև Մանես բարեգործական հիմնադրամը։ Ուրեմն մենք նախատեսում ենք կենտրոնական փողոց Սարահարթի քայ գլխի ավտոբուսի կանգառից մինչև Հյուրանոցի հրապարակ, շարունակենք մինչև Միքոյան փողոցը մինչև այն կոոպերատիվ շենքի խաչմերուկ, բարձրանանք մինչև կինոյի նախին կինոյի հրապարակի մոտ, դա մեկ էլ բանը Ճոպանուղի Շահումյան փողոցը։ Բացի այդ, Մանես բարեգործական հիմնադրամի շուրջ 9 միլիոն դրամ հատկացման շնորհիվ ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն Սարահարթի հրապարակից մինչև Սանահինի դպրոց ընկած ճանապարհահատվածում։ Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնի պրոֆեսոր Սերգեյ Քեչեկը հերթական վարպետության դասերն է տալիս երաժշտական դպրոցների ալավերդցի աշակերտներին։ Ճիշտ է, ինքը պրոֆեսորը ոչ թե վարպետության դասեր, այլ շնորհալի երեխաների հետ գործնական աշխատանք է անվանում։ Օրինակ Սարահարթի արվեստի դպրոցի դաշնամուրային բաժնի աշակերտուհի Մերի Միգոյան ու էլի շատ ալավերդցի երեխաներ պրոֆեսորի կարծիքով կարող են մեծ հաջողությունների հասնել։ Երբ որ ես գալիս են ինձ արդեն ցույց են տալի երեխան, որ անգամ նվագում են, ինչու բանի պատրաստ են, նյութերը բան ոչ թե սկզբնական շրջանում են, այլ գրեթե կատարյալ դուք լսեցիք ես մի երեխային Սարահարթի դպրոցից, արվեստի դպրոցից Ալավերդու, շատ շնորհալի բալիկ է գնում է Գյումրի շուտով, արդեն տեսնում եք վարժ նվագում էր առանց նոտաների, բան պատրաստ է։ Այդ տիպի երեխաների հետ եմ ես պարապում։ Ընդհանրապես Սերգեյ Քեչեկը Ալավերդու Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցի հետ բարեկամական կապեր հաստատել է դեռ 45 տարի առաջ, երբ երաժշտական դպրոցը ղեկավարում էր Հայաստանի Հանրապետության վաստակավոր ուսուցիչ Կարպիս Տեր-Պետրոսյանը։ Հետագայում այդ բարեկամությունը շարունակվեց նաև Էլմիրա Աբաջյանի տնօրինության տարիներին, իսկ վերջին մի քանի տարիներին Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից ստեղծված հիմնադրամի գործունեության արդյունքում է Քեչեկը այստեղ գալիս։ Նպատակը շնորհալի երեխաներ հայտնաբերելն է։ Իրանք ունեն հաստիկային մեթոդիստներ, որոնք մշտապես գնում են եւ նենց մասսայական ձևով օգնություն են ցույց տալիս եւ վարչական աշխատանքում եւ կոնկրետ ասենք դասավանդներում են։ Կոնսերվատորիայի պրոֆեսորը Ալավերդու երաժշտական դպրոցների մակարդակից գոհ է։ Նրա խոսքով Ռոմանոս Մելիքյանի անվան դպրոցի դասատուների մի մասը աշխատել է Կարպիս Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ, ինչն էլ օգնել է պահպանել դպրոցի ավանդույթները մինչև այսօր։ Դպրոցում լավագույն ավանդույթների պահպանմանն անշուշտ օգնում է նաև տեղական իշխանության աջակցությունն ու հոգատար վերաբերմունքը։ Այս առումով Սերգեյ Քեչեկը հաճելիորեն զարմացած է։ Ես սպասարկում եմ Լեռնային Ղարաբաղը, Սյունիքի մարզը, ու այս Ալավերդու տարածքը, հետո Գյումրի հաճախ լինում է, պետք է ասեմ, որ նման քաղաքապետ հələ ոչ մի տեղ չեմ տեսել։ Բացի այդ, երաժշտական դպրոցի երեխաների արձանագրած հաջողությունները կապված են նաև դպրոցի շենքային բարելավված պայմանների հետ։ Հանրապետության բազմաթիվ արվեստի օջախներ այսօր անմխիթար վիճակում են, իսկ նրանց կողքին Ալավերդու երաժշտական եւ արվեստի դպրոցները այս առումով բացառություն են։ Մտնում եք մեկը քարուքանդ, հակաէսթետիկական տեսքով, չջերուցվող, ջարդած ապակիներով եւ մտնում եք այս Կոնսերվատորիայի պրոֆեսորի հաջորդ վարպետության դասերը Ալավերդում կլինի հաջորդ տարի։ Նոր այցին Սերգեյ Քեչեկը սիրով սպասելու է։ 1930-ական թվականներին Հայաստանի Կենտկոմը ձեռնամուխ եղավ շրջաններում տպագիր մամուլի ստեղծման գործին։ Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի նախաձեռնությամբ պղնձարտադրության կենտրոն քաղաքներում Ալավերդում ու Ղափանում միաժամանակ շրջանային թերթերի ստեղծման հիմք դրվեց։ Ղափանի թերթը կոչվեց պղնձի համար, իսկ Ալավերդու թերթը պղնձի ֆրոնտում, այսինքն պղնձի ճակատում։ 1931 թվականի հունիսի 11-ին լույս տեսավ պղնձի ֆրոնտումի առաջին համարը։ Այս տարի
հունիսին մեծ շուկով կնշվի թերթի լույս ընծայնման 80-ամյակը եւ քաղաքապետի գլխավորությամբ արդեն ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով։ Հանձնաժողովում ընդգրկված են ընկերներ, ովքեր որ անմիջապես առնչվել են թերթին եւ այսօր էլ առնչվում են, տարեց լրագրողներ կան նաև մեր քաղաքը ներկայացնող, քաղաքի դեմքը ներկայացնող ընկերներ։ Հանձնաժողովի առաջին նիստին թերթի խմբագիրը տեղեկացրեց, որ դեռ տարվա սկզբից աշխատում են թերթի հոբելյանական համարի ստեղծման ուղղությամբ։ Այն տարբերվելու է մյուս բոլոր համարներից։ Միջոցառումը գալու է, ելույթներն ասելու են, անցնելու են, գնալու են, հետո այն հարսանիքի նման, որ գալիս են շատ հրավիրում են, հարսանիքից մեկը գոհ է գնում, մեկը դժգոհ, նույնն էլ հետո բոլոր դեպքերում խաղաղվում է, արդյունքում մնում է նոր կազմած ընտանիքը, զույգերը, հետո ինչպեսի ընտանիք կկազմեն, այ կարևորը դա է։ Մենք այդ օրը ինչ թերթ կտանք մեր ընթերցողին, մեր մարդկանց, ինձ համար առայժմ կարևորը դա է։ 1963 թվականին նորից Կենտկոմի որոշումով Պղնձի ֆրոնտում շրջանային թերթը վերանվանվեց Լոռիի, իսկ 2003 թվականից սկսած թերթը լույս է ընծայնվում Թումանյանական աշխարհ անվանումով։ Թերթի 13-րդ եւ ամենաերկարամյա խմբագիրը Արարատ Թամրազյանն է, ում ջանքերով էլ առաջին համարից մինչև լույս տեսած վերջին թերթը խնամքով պահպանվում է։ Հոբելյանական հանձնաժողովի անդամ գրող Ֆելիքս Շաքարյանը առաջարկում է երկարամյա խմբագրին ու թերթյան դավաճան թղթակիցներին եւս պարգևատրել։ Եղան նաև այլ առաջարկներ։ Այս ցանկում չկա, կարելի է դրանց էլ մի երկու հոգի ընդգրկել։ Թերթի Հոբելյանին նվիրված նաև թատերական ներկայացում է պատրաստում։ Թերթի ծննդյան պատմությունը ստեղծման օրից մինչև մեր օրեր վերարտադրելու են թատրոնի դերասանները։ Ներկայացման սցենարի հեղինակն ու ռեժիսորը Հրաչյա Պապինյանն է։ Ներկայացման փորձերն արդեն ընթացքի մեջ են։ Ժողովրդիկների համույթներ հետ համագործակցի, ասենք այնտեղ ինչ որ հողի մշակման բանի վարի մասին ագնում, այնտեղ մեր ժողովրդիկները կոլխոզնիկ, մոլխոզնիկ երգ են երգում, սենց փոխհամաձայնությամբ հետաքրքիր սյուժեն գնում։ Թերթի Հոբելյանին հյուրեր կժամանեն մայրաքաղաքից ու հանրապետության տարբեր բնակավայրերից։ Հրավիրատոմսերն արդեն պատրաստվում են, միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու համար քաղաքապետարանը արդեն սկսել է նախապատրաստական աշխատանքները։ Հոբելյանական միջոցառման անցկացման ֆինանսական ծախսերը հոգալու են Ալավերդու քաղաքապետարն ու Մանես բարեգործական հիմնադրամը։ Ծաղկազարդը համարվում է նաև մանուկների օրհնության օր։ Երեխաները ծաղկազարդին նվիրված գեղեցիկ բանաստեղծություններ արտասանեցին, իսկ միջոցառման վերջում մանուկներին օրհնեց Տեր Միքայել Քահանա Շաղոյանը։ Ծաղկազարդի տոնին նվիրված միջոցառումներ կազմակերպվել էր քաղաքի բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատություններում։ Այսօր երեխաները այստեղ կանգնած յուրաքանչյուրը յուրովի առաքյալ էր։ Ինչպես առաքյալները գնացին քարոզեցին ավետարանը հեթանոսների մեջ ու բոլորին աշակերտ դարձին Քրիստոսի ավետարանի, այնպես էլ այսօր այս երեխաները քարոզեցին իրենց ծնողներին։ Դժբախտաբար դուք ապրել եք այն ժամանակահատվածում, երբ կրոն եկեղեցին արգելված են եղել եւ այն ինչը որ ասեցին երեխաներին չեմ զարմանա, եթե դուք չիմանայիք, բայց ոչ մի դրա մեջ վատ բան չկա, որ չգիտեք։ Հայոց եռագույնն ու անմեղ զոհերին հիշատակող խորհրդանշական մոմը ձեռքին համար 5 դպրոցի աշակերտ Արթուրը համադասարանցիների հետ եկել է մասնակցելու երթին։ Իրենց հետ նաև պաստառներ են բերել, որտեղ ամոթան կա անցյալ դարի հրեշավոր եղեռնագործության հեղինակներին։ Մենք հիմի ապրում ենք շատ լեռնային տեղում, բայց այնտեղ ցույցում ունենք շատ լավ եւ մշակված հող, բայց որը ոչ ոք չի օգտագործում եւ եթե դուք չեն օգտագործում, այսինքն մերն է եւ պետքա հետ վերադարձնենք։ Հավաքվել ենք այստեղ, որպեսզի բոլորին հիշեցնենք հայոց մեծ եղեռնի մասին, հիշեցնենք ու նաեւ ասենք նրա մասին, որպեսզի աշխարհն ընդունի հայոց ցեղասպանությունը։ Ալավերդու քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված բողոքի այս ակցիային մասնակցելու են եկել աննախադեպ թվով ալավերդցիներ։ Նման ակցիայի անցկացման գաղափարը Ալավերդու երիտասարդական միությանն է, իսկ քաղաքապետարանում որոշեցին այն կյանքի կոչել։ Նույնպես մենք կփորձենք ավանդական դարձնել, սրանով փորձելու ենք հայ ազգի արդարությունը վերականգնել եւ ամբողջ աշխարհին ապացուցել, որ տարբեր սերունդների ժամանակաշրջանում եղեռնը երբեք
չի մոռացվելու։ Դպրոցներից ուսումնական հաստատություններից բացի բողոքի ակցիային մասնակցում էին նաև քաղաքի հիմնարկ ձեռնարկությունների աշխատակիցներ ու պարզապես արևելցիներ։ Գեղամ Մելքոնյանը բողոքի երթի ակտիվ մասնակիցն է, վերջին հրահանգներն է տալիս աշակերտներին ու առիթը բաց չթողնելով նորից հիշում էր պատմության ամենավուխ տեղական էջը։ Նրա հարազատները Արևմտյան Հայաստանից են գաղթել, մինչև հիմա հիշում է Թուրքիա թաղանից Մազապուր ստատի պատմությունները։ Մեծ մայրիկս միշտ թուրքերին անեծքեր ուղարկում, մոտավորապես այդ անեծքեր շատ լավ եմ հնչում, ասում էր Ալլահ բելանզը վերսին թուրքներ, Ալլահի ինչ-որ խոսքով անիծում էր նրանց ու երբեք չէինք մտածում, որ կգա մի օր, որ կարող է ճանապարհները բացվի եւ գնանք իրանց տները գտնենք եւ այլն, ճիշտն ասած չգիտենք էլ, եթե իմանայինք, որ այսպիսի օրեր ենք ապրելու, գուցե ձայնագրենք մեր մեծ մամաներին, մեծ պապաներին։ Վարուժան Վարդումյանի կարծիքով ցեղասպանության ճանաչման գործընթացը այսօր ավելի քան երբևէ լուծման ճանապարհին է։ Եթե նախկինում ապրիլի 24-ին հայերը միայն ողբում էին մեծ կորուստը, հիմա նաև պայքարում են ու նաև հաղթանակներ տանում։ Հիմա մի տեսակ արդեն վերածվում է դերևույթին պայքարի եւ մենք փորձում ենք մեկ անգամ եւս աղաղակել աշխարհին, աղմուկ բարձրացնել, պահանջել, որ աշխարհը ընդունի, ճանաչի այդ փաստը եւ ըստ դերևույթին փոխհատուցում տա մեր հայ ժողովրդին։ Հարյուրավոր ջահեր ու մոմեր ձեռքներին երթի մասնակիցները շարժվեցին դեպի անմեղ զոհերի հուշարձան։ Սուրբ Հարության տոնը քրիստոնեական ամենամեծ տոնն է, որը այս տարի համընկավ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվա հետ։ Կիրակի օրը Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում մատուցվեց երկու պատարագ, մեկը նվիրված էր Զատկի տոնին, մյուսը Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի համար էր։ Եվ մենք միասին երկուսն էլ նշեցինք, այսինքն եւ ուրախ տոնը եւ ինչպես նաեւ հոգեհանգստով հիշեցինք բյուրավոր այն նահատակներին, որ նահատակվեցին 1915 թվականին Արևմտյան Հայաստանում եւ որևէ բան մեկը մեկին չխանգարեց, ինչպես տեսակ հավատացյալները ներկայ են պատարագին։ Տեր Միքայելը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ Զատիկը ուրախ տոն է եւ սեղանները այս տարի էլ պետք է զարդարված լինեն ավանդական զատկական ուտեստներով։ Մեր հավատացյալները ինչպես զատկական իրենց ավանդական սեղան ունեցել են, պիտի ունենան եւ հավետի սկանչեն։ Սուրբ Հարության կամ Զատիկի տոնին առօրյա ողջունին փոխարինում են այս բառերը։ Քրիստոս հայավ իմերելոց, օրնար է հարությունը Քրիստոսի։ Ասում են Քրիստոս հայավ իմերելոց եւ որի դիմաց հնչում է պատասխանը օրնյալ է հարությունը Քրիստոսի։ Այսօրվա ավանդությունը պատմում է այն մասին, որ Մարիամ Աստվածածինը տարավ ցու դրեց Քրիստոսի խաչի տակ եւ Քրիստոսի արյունը թափվեց այդ ձվերի վրա եւ այստեղից էլ առաջացել է այն ավանդությունը, որ ցուն մենք ներկում ենք կարմիր գույնով։ Երկարամյա մետալուրգ Ռազմիկ Ենգիբարյանի համար Զատկի տոնը եկեղեցական ամենասիրված տոնն է։ Այսօր չնայած այս տոնը համընկավ մեր նաեւ տխրության տոնին, բայց բոլոր դեպքերում մենք երկու մտքով, երկու գաղափարով, երկու մտածողությամբ մի կողմից ուրախություն, մյուս կողմից էլ հիշում ենք մեր նահատակներին։ Պատարագի ժամանակ օրհնվեց նաև Զատկի ծուն, որը բաժանվեց հավատացյալներին։ Եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագից ու հոգեհանգստյան կարգից հետո ալավերցիները սգո երթով շարժվեցին դեպի անմեղ զոհերի հուշարձան։ Աշխարհում սփռված մի հայ չկա, որը այսօրը չհիշի եւ իր հիշատակի տուրքը չմատուցի Եղեռնի զոհերի հիշատակի։ Յուրաքանչյուր հայ առաջին հերթին շատ մեծ ցավ է ապրում, շատ ծանր ափսոսանք է ապրում կորուստների համար, բայց միաժամանակ նաեւ հպարտության զգացում եմ ապրում, որովհետեւ այսօրը մի տեսակ բռնցքում է մեր ազգը։
Պարի խմբին անհրաժեշտ գույքով համալրելու մասին անցած ամիս մշակույթի պալատի տնօրենը դիմեց քաղաքապետին եւ այն չուշացավ։ Պարի խմբի երեխաները ուրախ են ու ոգևորված, գոհ է նաեւ Պարուսույցն ու մշակույթի պալատի տնօրենը։ Ստացանք այս հրաշալի նվերը, որը ինձ թվում այնպիսի ոգևորություն առաջացրեց եւ խմբի անդամների, եւ ծնողների, եւ Պարուսույցի մոտ, որ կրկնապատիկ ձևով են աշխատելու եւ շատ չի ուշանալու մեր պատասխան շնորհակալությունը, որովհետեւ ամսի 29-ին Պարի միջազգային օրը մենք ունենք համերգ, որով մենք հենց բեմից մեր ելույթով կհայտնենք մեր շնորհակալությունը մեր քաղաքապետին։